Գիտեք, այդ երկի խոսքերը, գիտեք, ասում արա ինչ որ դու ուզում ես մեր կյանքում։ Սենց մի հատ կարամ ասեմ, իրապես որ այսպես ըլներ, չէ՞։ Աներ այն ինչ որ մենք ուզում ա որ մեր կյանքում ըլնի։ Բայց մեր Տերը շատ բան ասում մեր կյանքում որ ըլնի ու փոխվի։ Նստեք ասու ժողովուրդ։ Այս երբեմն մենք ասում ենք, բայց իրապես չենք ապրում, էլի, ասում ենք արա ինչ ուզում ես մեր կյանքում երգում ենք, թող փառավորվի Տեր իմաստված, գործիր, քանդիր, սենց արա, բայց իրականությունը երբ որ գալիս է մենք չենք ապրում սենց, մենք չենք ապրում խոսքերը հնչել, այսինքն դատարկ խոսքեր են հնչում մեր կյանքում։ Բայց գիտես, ասում եմ, ոչինչ, հույս կա, որ մենք ապրենք, սենց հույս կա, որ մենք կարանք ապրենք, հույս կա, որ մենք պետք է փոխվենք։ Ես այդ հույսը այնքան է, որ դու ապրում ես, դու քայլում ես այս կյանքով, այդ կյանքը, որ Տերը քեզ տվել է։ 2 օր առաջ հիվանդանոցս կայնած էի, մի հատ պալատում բժիշկի էի սպասում, սենց աչքս ընկավ, մի հատ սենց նկարի պլակատի, այնտեղ սենց տալիս է հիվանդությունները։ Եվ գիտեք, սենց բանը կարդիոլոգիա ադելենիայում էր, սենց նայում, նկարիմ դաժե, հետաքրքիր էր, առաջի տեղ այդ հիվանդությունը, այնտեղ ասում է, ինչից ալնում ինսուլտ, ինֆարկտ, ու տալիս է ստրես։ Հետո գնում է դիաբետա, սախրա, էսկոմ, մենկոմ, դեմ լիքը բաներ կան, բայց ամենաառաջինը ստրես։ Ու ասում եմ, իսկականից էլ որ սենց խորանում ես, մտածում ես ստրեսը, դիպրեսիան, այսինքն մարդկային մտածմունք, որ մարդ միշտ մտածում է, տանջում է, դա այն ահազանգներ են, որ իրապես կարա մարդու կյանքում շատ բաներ բերի ի վնասատու, էլի, այսինքն հասկանում ես։ Ու ասում եմ, երբ որ դու Քրիստոսով ապրում ես, Տիրոջով ապրում ես, ու հասկանում ես, որ Քրիստոսը իսկականից շատ բան է փոխում քո կյանքում ու փոխել է քո կյանքում, եթե դու դա տենում ես, Եդես դու պիտի չապրես այդ ստրեսով, չապրես այդ, ոնց ասեմ քեզի, իմանա շուտ բաց թողնել, հասկանում ես, ոնց ասեմ։ Եդես շատ անգամ մարդիկ կարող են մնալ դրա մեջ։ Եդեք այսպես մնում են ու ընկնում են թակարդ ու մնում են այս դիպրեսիայով, այդ դժվար իրավիճակով, սկսում են մտածել, տանջվել, խորել, ու ասես մնում են, գիտեք։ Այն ինչ որ ասում է հակառակորդ աներա, որ շատ անգամ ուզում է մարդու ստենա, ու սկսում է մարդուն քանդել։ Քանդել մարդու պսիխիկան, քանդել մարդու, այսինքն մարդ հոգնում է, մարդ չի ուզում ոչ մի բան, հոգնում է կյանքից, հոգնում է ամեն ինչից, ամեն ինչ դառնում է անիմաստ քո համար, բոլորը վատ է, ամեն ինչ վատ է, այն ինչ այդ ինչին, որ ուզում է բերի անիրավ, հասկանում եք։ Ստեղ ես կարամ ասեմ կա մի դեղ, կա մի վակցինա, կա մի մոտեցում, ինչի մասին մենք հիմա խոսանք, вообще իմ թեման ուրիշ բանի մասն, բայց մոտիկա, նման է դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ գիտես, ոչ թե մենակ խոսքով Հիսուս Քրիստոս է, էլի, այսինքն գիտես, ասենք Հիսուս, այլ ապրես իրանով, հասկանում ես, դա ապրել դա շատ կարևոր է։ Գիտեք, մենք շաբաթը մի անգամ ենք ստեղ հավաքվում, շաբաթը մի անգամ շատերս իրար երկար ժամանակ չենք տենում, շատերս որ չկան։ Գիտես, շատ անգամ ուզում եմ նոր մեդիայի ծառայության ասեմ, հատ նկարը գցենք, որ մենք ամեն անգամ ծառայություն ենք գրում, ծառայություն, Տաշկենտսկը, ես ամեն անգամ մի հատ լայք եմ դնում մեր խմբում, տեր մենք շատ քիչեր են հենց քիչ են ակտիվանում, էլի, չենք, բայց չեմ ասում չենք ուրախանում, որ այդ օր ունենք ծառայություն։ Բայց գիտեք, շատ կարևոր է, որ մենք ունենք այդ շփումը, մենք ունենք այդ մոտեցումը, այդ հարաբերությունը իրար հետ։ Երբ որ դու այսօր իսկականից քո կողքինի համար ուրախ ես, որ այսօր քո կողքին այսօր ստեղ է։ Խաչա շաբաթը մի անգամ, հասկանում ես, խաչա ասում եմ, էլի, բայց իդես թող այդ շաբաթը մի անգամը դա իր պտուղը քո կյանքի մեջ։ Իդես դա չլինի դատարկ, ոնց որ ասած, միտեղ որ դու եկել ես, այսօր կարաս նստես, լսես, ես չեմ ուզում, գիտես, շատ անգամ որպեսզի մենք կլինի մի հատ եկել ես մի կինո, եկել ես մի համերգ, եկել ես մի թատերական, այսինքն մի հատ առատը ելելա խոսում է, չէ, դու եկել ես Աստծուն, եկել ես Տիրոջ մոտ, դու իրապես ընդեղ ես, որտեղ որ պտի ըլնես, ես շատ անգամ դա մտածում եմ, դա այդպես է, իրապես քո սիրտը պտի նվիրվի Քրիստոսին լիովին, հասկանում ես։ Ես մի ասենց քո մեջ անալիզ արա, էլի շաբաթ անցել է, մենք անցած կիրակի ենք հանդիպել շատերս, ո՞նց ես դու ապրել, ի՞նչ է քո կյանքում փոխվել, ի՞նչ է փոխվել քո կյանքում, այսինքն ի նկատի ունեմ հարաբերությունը Քրիստոսի հետ, ո՞նց ես դու պատկերացնում այդ հարաբերությունը Քրիստոսի հետ, ո՞նց ես դու դրա մեջ մտնում, հասկանում ես։ Ամեն մեկի մոտ մի ձև է դա մոտեցում ես կարամ ասեմ, մեկը կարա ասի գիտես ես աղոթում եմ առավոտից իրիկուն գիշեր ցերեկ, մեկը կարասի ես կարդում եմ, մյուսը կարասի գիտես ես ժամանակ չունեմ կամ մեկ էլ է մյուսը, բայց գիտես իրապես Աստված գործում է այնտեղ, որտեղ որ իրան տեղ են տալի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Երբ որ դու Աստծուն տեղ ես տալի քո կյանքի մեջ, Աստված գործում է։
Ես հիմա գիտես չեմ ասում, գիտես ինքը ես իմ ինչ հրաշքներով պետք է իշնի հրեշտակների խմբեր ուղարկի, մեկ էլ է մյուսը մենք դրան էլ կհասնենք, բայց ուզում եմ որ մենք նայենք Քրիստոսին, նայենք Քրիստոսի անցած ճանապարհը, նայենք այն ճանապարհը, որ Քրիստոսը անցավ, ինչի համար անցավ, հանուն մեր համար, մեր փրկության համար, մարդու փրկության համար Գիտես այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ավետարանը իմանանք հասցնել այն մարդկանցը։ Նայեք, մենք այսօր ստեղ մի 30-40, կարող է 50 հոգի չեմ կարող ասեմ, մարդ, դուք բոլորդ ունեք բարեկամներ, հարազատներ, մարդիկ, ովքեր որ ես կարամ ասեմ դրա կարիք ունեն, հավիտենական կյանքի խոսքը, ավետարանի խոսքը, դա Հիսուս Քրիստոսի մասին է, որը որ մենք կարանք, այսինքն հասցնենք այդ մարդկանց, ասենք։ Գիտես հիմա հարցի երկրորդ տեսակն է, այդ մարդիկ ոնց կընդունեն, ոնց, բայց դու քո գործը ես գտնում եմ արա։ Գիտես օրվա իմ խոսքը, ասես մի հատ վերնագիր եմ, խստացած, դառնացած եւ քարացած սիրտ։ Խստացած, քարացած, դառնացած, ասես մի հատ պրոբլեմատիկ սրտի մասին, էլի, այսինքն Ես չեմ ուզում քեզի ասեմ դու այսօր պրոբլեմատիկ սիրտ ունես, հասկանում ես։ Ես ում ասեմ քո սիրտ այն սիրտն է, որ Տերը ուզում է տենալ, որ Տերը սիրում է քեզ, հասկանում ես։ Գիտես մենք շատ անգամ մտածում ենք, ասում ենք Հիսուսը մեզ սիրում է, Հիսուսը մեզ սիրում է, Աստված մեզ սիրում է, այո եւ ամեն։ Այդ խոսքի մեջ կարանք ասենք այո եւ ամեն։ Այսօր ուզում եմ որպեսզի մենք մի քիչ խորանանք, մենք ոնց ենք սիրում Քրիստոսին։ Հասկանում եք, դա մի քիչ այնց ռիտորիկական հարց է, հասկանում ես, մենք ոնց ենք սիրում, գիտես, եթե այս հարցը այսօր տասվի ամեն մեկիդ, ասի դու սիրում ես, ասում դու սիրում ես Քրիստոսին, մենք ստեղ բոլորս միաբան կասենք, այդ ինչ հարց է, իհարկե մենք սիրում ենք ասում, իհարկե մենք սիրում ենք Հիսուս Քրիստոսին, մեր փրկիչին, գիտես, Բայց ես քեզ կարամ ասեմ մի բան, որ գալիս է ժամանակը, կգա այդ ժամանակը, կգա այդ վաղտը, որ Քրիստոս հենց ինքը քեզ կասի, սիրում ես դու ինձ։ Գիտեք, այդ հարցի շուրջ ես կարդում ես քանի վաղտ, вообще թեման ուրիշ էր, ու sense կպավ, ես բացիմ ուղղակի ոնց որ Հովհաննեսի ավետարան 21-րդ գլուխը եւ հանկարծակի ես սկսամ կարդալ այն տեղը, որտեղ որ Քրիստոսը հարություն էր արդեն 3-րդ անգամ էր աշակերտներին եկել իրենց մոտ, հայտնել եւ այստեղ այդ երրորդ անգամ, երբ որ գետի ափին հիշում եք, չէ, Քրիստոսը ձուկ էր էփել աշակերտներին ինքն էր հյուրասիրում եւ Պետրոսի հետ ունեցավ այդ դիալոգը, հիշում եք, չէ։ Հովհաննեսի ավետարան 21 խոսքի եւ Քրիստոսը 21-րդ գլխի։ Քրիստոսը այնտեղ Պետրոսին ասեց 3 անգամ. Սիրում ես դու ինձ Պետրոս։ Նայեք ասեմ, ով էր Պետրոսը։ Միջև այն վաղտ, արդեն Քրիստոսը հարություն առած, տեսել էր այս ամենը 3 տարի Քրիստոսի հետևից գնացող մի անձ, հասկանում ես, կարամ ասեմ արդեն հաստատված, արդեն շատ բան տեսել էր, շատ բանի մեջով անցել էր, տեսել էր դժվարագույն, եւ ահա Հիսուս իրան ասում է, սիրում ես ինձ Պետրոս, եւ Պետրոսը ասում է, իհարկե սիրում եմ, Տեր, ոնց կարամ, նորից ասում, սիրում ես, նորից ասում, սիրում ես, Ես կարամ ասեմ այդ ռիտորական հարցը Քրիստոսը կարա ձեր ամեն մեկին տա։ Կգա ժամանակը նային քեզի կհարցնենք, ասի դու սիրում ես ինձ։ Եվ Պետրոսը պատասխանում էր, ասում էր իհարկե սիրում եմ քեզ, Քրիստոս։ Հիմա դու քո մեջ sense մի հատ պլանավորի մի հատ այնպես մտածի, դու ոնց ես սիրում Քրիստոսին։ Ոնց ես դու քո սերը ցուցաբերել Քրիստոսին։ Մենք գիտենք հետո Պետրոսի կյանքը ոնց է սկսում։ Ոնց է սկսում, ինչեմ ասում ոնց է սկսում, իր հոգևոր կյանքի մասին եմ ես խոսում, հասկանում ես, հարությունից հետո, հասկանում ես, մի հատ նոր էտապ է բացում Պետրոսի կյանքում, Բուդուչի արդեն 3 տարի, քանի ամիսներ կարամ ասեմ ինքը Քրիստոսի հետևից գնացող մի անձնավորություն էր, եւ ստեղ բացում է մի հատ նոր կյանք, այդ սերը իրապես Պետրոսը սկսում է ցուցաբերել Քրիստոսին, հասկանում եք, նայեք ասեմ, այդ խոսքերը, որ Պետրոսը ասեց իրականին, եթե մենք նայում ենք այն վաղ, երբ որ Պետրոսը ուրացավ Քրիստոսին, հիշում եք, չէ՞, ասել, ես կգամ, ես քո համար կմեռնեմ, մենք հիշում ենք այն իտոգը Քրիստոսը, որ ասեց եւ ինչ եղավ, բայց հետո ստեղ Հովհաննեսի ավետարանում դառնում է հակառակը, Քրիստոսը 3 անգամ հարցնում է, 3 անգամ ասում է, ես սիրում եմ, եւ մենք ընդդեմ ենք, որ Քրիստոսն ասում է, կտամ իմ եկեղեցին, իմ հոտը, դու կարացես, կտանես, դու կլնես առաջնորդը, եւ այդ էտապը, որ նոր բացում է Պետրոսի մոտ, բացում է շատ մի հատ այնց ուժեղ ձևի, կարամ ասեմ, Պետրոսը սկսում է ապրել Հիսուսով, հասկանում եք, то есть Պետրոսը
քայլում էր Քրիստոսի կողքին, հետո ինքը սկսում է ապրել Քրիստոսով, այն Քրիստոսին, որ իր աչքերով տերում է, թե ոնց է ինքը համբարձում, լիքը բաներ է տենում, տերում է Քրիստոսին, ոնց են ծեծում, ոնց են խաչում, այդ ամենի միջով ինքը անցած մի հանձնավորություն էր այդ կրակի մոտ նստած։ Իմաստը գիտեք, շատերս կանք, ովքեր որ երկար տարիներ հոգևորներ ենք։ Երկար տարիներ շատերս կանք, որ մենք ասում ենք, մենք սիրում ենք Քրիստոսին, մենք ապրում ենք Քրիստոսին, ես իմ կյանքը կտամ շատ անգամ Քրիստոսի համար, ես ասենց եմ, ես անենց եմ։ Դες իրապես դա էդի տենց է, իրապես է դա ուղղակի կարան դատարկ խոսքեր են, որ դու կարաս ասես, գիտես, ես իմ կյանքը կտամ Քրիստոսի համար, ես ասենց կլնեմ, անենց կլնեմ։ Եթե մենք նայում ենք Պետրոսի կյանքին, մենք տենում ենք, որ Պետրոսը իրականացրեց այն ամեն ինչը, որ ինքը որ ասում էր։ Պետրոսը ոչ մի վարքյան, ոչ մի րոպե ինքը չէր կանգնում դրանից հետո։ Պետրոսը ուղղակի քայլում էր, անում էր Աստծո գործը։ Պետրոսը տանում էր այս ավետարանը, այդ խոսքը, այդ բարի լուրը պատմելով մարդկանց, թե ոնց է Քրիստոսը ինչ է խոսացել, ինչ է ասել, ոնց է պատմել, ոնց ասել եւ ինչ է իր կյանքում փոխվել։ Գիտես իմաստը հարցը առաջանում քո կյանքում ինչ է փոխվել։ Այն վաղ, երբ որ դու հանդիպել ես Հիսուս Քրիստոսին։ Ոնց ինչ է փոխվել, կան այսինքն արդյունքներ, կան պտուղներ, ոնց ես տենում, թե քո կյանք ամեն օր նույն ձևի հասկանում ես, սկսում է, բացում է։ Նայեք, այստեղ 3 պունկտ եմ նշել, 3 պունկտ։ Նայեք, հարաբերությունը Քրիստոսի հետ, Աստծո զավակի հետ, ոնց եք դուք դա պատկերացնում, ոնց եք դուք տենում։ Ունեք դուք այդ հարաբերությունը, դու ունեք այդ անձնական կոնտակտը Քրիստոսի հետ։ Ոնց ես դու Քրիստոսին տենում, ոնց ես դու Քրիստոսին զգում ամեն օր առավոտից իրիկուն քո կյանքում։ Դե գիտես թե ուղղակի խոսքեր է քո կյանքում շատ անգամ հնչում։ Ասում ես սիրում եմ քեզ Հիսուս, ես սիրում եմ որ դու իմ Տերն ես, ես սիրում եմ Քրիստոս որ դու իմ փրկիչն ես։ Նայ, առաջի պունկտը, հենց այդ սիրո մասին ես ուզում եմ ասեմ, որսի նշեք, եթե կա ձեր մոտ առաջի պունկտը, եթե դու սիրում ես Հիսուսին, ոնց ես դու օգտագործում կամ պահում այն խոսքերը, որ դու որ լսում ես։ Նշիր ու քո մոտ հետո տունը գնաս, եթե ունենաս ժամանակ, հետո եթե այդ աշխարհի ոնց որ ասած բոլոր դժվարությունները, գործերը քեզի չեն, խառնի չեն, ան դու չմոռանաս էդի, դնես գրես, ասես, եթե ես սիրում եմ Հիսուսին, ես ոնց եմ պահում այն խոսքերը, ոնց եմ պահում այն գործը, այն կամքը, ինչի մասին որ Քրիստոս ասում է ավետարանի մեջ, ես պահում եմ դրանք, ես ապրում եմ դրանցով։ Ես հերույ եմ, ես մոտիկ եմ, իմ սիրտը տված է Քրիստոսին։ Եթե որ դու սկսես անալիզ անել, երևի կարող է շատերի մոտ հայտնվի, որ նա самом деле իրանք չեն պահում Աստծո խոսքը։ Նա самом деле իրանք շատերը հերույ են Աստծո խոսքից։ Այդ երգը, որ մենք երգում ենք, այդ փառաբանությունը մեր որ երգում էր, մենք երգում ենք հալելույա, մենք սիրում ենք քեզ Հիսուս, մենք տալիս ենք արագ ինչ ուզում ես մեր կյանքում, նա самом деле չի լինում այն ինչ որ ասվում է։ Հասկանում եք։ Խոսքերը շատ անգամ կարան հնչեն շատ ռիտարիչսկի, շատ բարձրագույն, շատ ահազանգող, բայց գործերը են դատարկ, հասկանում ես, դատարկ։ Պետրոսը որ ասեց ես սիրում եմ Քրիստոս, ես կարամ ասեմ կրակի մոտ Պետրոս արդեն հաստատուն էր, Պետրոս արդեն տեսավ Քրիստոսին երրորդ անգամ, Պետրոս արդեն всё որոշումը կայացրել էր ու ինքը տենում էր, կարող է ինքը չէր տենում ինչ էր իրանը սպասում, բայց Քրիստոսը, հասկանում եք, ումը որ կանչում է ինքը գիտի, հասկանում ես, ինչ է իրանը սպասում, ես տենց եմ հասկանում, այ, ստե միտեղ կա հետաքրքիր Եզիկիայի 22:30-ում, Եզիկիա մարգարեն պարզ ասում է, եւ ես նրանց մեջ Պարիս շինող եւ խրամատի մեջ երկիր համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որսի նրան չկործանեմ, բայց չգտա։ То есть Աստված ասում է, ես մարդ փնտրեցի իմ սրտով, Պարիս շինող ու ես ճարեցի։ То есть Աստված երբ որ մեկին փնտրում է, ինքը ճարում է, հասկանում ես։ Եթե դու չանես, ինքը կճարի ով որ կանի։ Եթե դու չանես, չգնաս իր գործը անես, ինքը կճարի այն մեկին, ով որ կանի այդ գործը։ Հավատում եք խոսքին, то есть այսինքն նայեք, եթե հիմա առաջինը դու ունես այդ հարաբերությունը Քրիստոսի հետ, երբ որ դու ասում ես ես սիրում եմ քեզ Հիսուս Պետրոսի նման, ասում ես ես սիրում եմ քեզ Հիսուս, եւ դու ոնց ես այն խոսքերը պահում, որ գրված է ավետարանի մեջ, դու պահում ես այդ խոսքերը, ինչ խոսքերի մասին այստեղ խոսքը գնում ենք, դրա մասին խոսենք, մենք այսօր մի քիչ երկար խոսենք, հասկանում ես, որովհետեւ դա շատ կարեւոր է, որպեսզի այդ խոսքերը գործեն քո կյանքում։ Եվ երկրորդը նշել եմ, եթե դու սիրում ես Հիսուսին, միայն դու չես բավարարվի քո փրկությունով, то есть ես փրկվամ ու всё։
ես ստացամ ու վсё։ Հիմա իմ ամենակարևոր նշանակությունը փրկվի իմ երեխան, փրկվի իմ կինը կամ իմ ամուսինը ու վсё։ Գիտեք, ես կարող ասեմ, ամենամեծագույն սխալներից մեկն է այսօր 21-րդ դարի քրիստոնյաներին, որ մտածում են մենակ իրենց փրկության մասին։ Ես բավարարվեմ այդքանով իմ սերը դեպի Քրիստոս։ Բայց դա գալիս է հարց, եթե դու սիրում ես Քրիստոսին, դու չես բավարարվի մենակ քո փրկությունով, դու կտանես այդ բարի լուրը ու կսկսես տարածել։ Դու կտանես այդ բարի լուրը ու կսկսես տարածել այնտեղ, որտեղ որ Աստված ուզում է քեզ օգտագործել։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է այսօր ամեն մեկիդ օգտագործածն իր փառքի համար։ Հասկանում ես։ Որտեղ այսօր մարդիկ գնացող են, մնացող չեն։ Գնացող են այնքան, ինչը մենք գանք, տենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ամեն։ Իմ հետ եք դուք։ Որովհետև հասկանում եք, եթե դու Քրիստոսին սիրում ես ամբողջ հոգով, սրտով, առաջինը դու կկատարես իր կամքը։ Երկրորդը, դու չես բավարարվի մենակ քո փրկությունով, իսկ ամենակարևոր երրորդը, որ ես նշել եմ իմ պունկտի մեջ, եթե դու սիրում ես Քրիստոսին, դու կսիրես քո դիմացինին, դու կսկսես ներել, դու կսկսես օրհնել, դու չարությունով չես լսվի մարդկանց հանդեպ, ինչի մասին, որ կարևորագույն նշանակություններ ես դրեցի իմ պունկտի մեջ։ То есть Հիսուսը 3 անգամ ասեց Պետրոսին, դու սիրում ես ինձ Պետրոս։ Պետրոս ասեց, իհարկե ես սիրում եմ, իհարկե ես սիրում եմ, իհարկե ես սիրում եմ։ Հարցը սեր, դու սիրում ես Քրիստոսին։ Դու սիրում ես Քրիստոսին։ Եվ ոնց է այդ սերը այսօր դու արտահայտվում ես եւ ցույց ես տալիս։ Եթե դու կարա սիրես քո որդուն, քո զավակին, քո ամուսին, ամուսինը կարա կնոջը սիրի։ Ես շատ անգամ եմ նկատել հոգեվորների մեջ ես սիրում եմ իմ երեխային, ես սիրում եմ իմ կնոջը, ամուսինը, հասկանում ես, գժի պես, ապշացի պես։ Բասում բա Քրիստոսին, բասում։ Սիրում եմ, իրան եմ սիրում։ Գիտես դա արդեն սեր չի։ Գիտես ես չեմ ասում մի սիրի քո տղուն, մի սիրի քո որդուն, մի սիրի քո կնոջը, քո աղջկան, քո ամուսնուն, դու սիրի, բայց սիրի Քրիստոսի աչքերով։ Սիրի Քրիստոսի աչքերով։ Սիրի Քրիստոսով իրանց ամեն մեկին։ Այդ սերը կլինի հաստատուն։ Այդ սերը կլինի հավիտյանս։ Ամեն։ Որովհետև եթե դու սիրում ես քո դիմացինին Քրիստոսով, դու կսիրես ամեն մեկին։ Ամեն մի մարդու։ Դու կսիրես քո թշնամուն, որ քեզ առավոտի ծիրիկուն հալածում է, որ քո վերջն ազում։ Դու կսիրես այն ամեն մեկին, հասկանում ես, ով որ քո կարիք ունի, դու կիմանաս ներել ուղակի, դու կիմանաս ուղակի օրհնել, այն ինչի մասին, որ Քրիստոսը ասում է, հասկանում եք, այն ինչի մասին, որ մեր Տեր Հիսուսը խոսում է, ասում է։ Նայեք, հիմա եկեք սկսենք սենց, հենց այդ պունկտերով գնանք, առաջի պունկտից գնանք, եկեք ես ուզում եմ մտնեմ մի քիչ Եբրայեցիներից 3-րդ գլուխը 5 խոսքից, հենց այդ 5 խոսքում առաջինը դեմը գալի Մովսեսը, ոնց որ ասում է գեներալ հավատքի, չէ, ով է Մովսեսը, չէ, շատեր գիտեք Մովսեսի մասին, գիտեք, թե Աստված ոնց կանչեց Մովսեսին, ուղղակի ձայնը լսավ, տեսավ կրակը, Մովսեսը գնաց ու Աստված ասեց, դու պետք է անես իմ գործը, չէ, ու ինչ արեց Մովսեսը, ասեց ես կարճ եմ, ես եմ, ես են եմ, ես չեմ կարում, ես թուլ եմ, ես տկար եմ, չէ, հիշում եք, չէ, ոնց որ շատ անգամ մենք ենք սենց ասում, ես չեմ կարող, ես սենց եմ, դե ես գործ ունեմ, ես ունեմ, ես չեմ ով իմ տանի, գիտեք, ես ենքան եմ լսել այդ արտահայտությունը, եթե ես որ գամ հավատքի, գամ ծառայեմ, բայ իմ ընտանիքով կպահի, ասես մտածում, այս ինչեր ենք անում մենք, ես ինչեր էլ չեմ անում, հասկանում ես, ուղղակի շաբաթ 2-3 անգամ հավաքում ենք, ծառայություն ենք անում, հասկանում ես, բայց ինչի չէ որ դու պետք է չանես։ Նայ Մովսեսը Տիրոջ կանչի ձայնին լսեց։ Եվ ստե գրված ասում է, вообще ստեղ այդ 3-րդ գլխի մեջ տալիս է Քրիստոսի մեծությանը, Աստծո որ սարքում է եւ Տերը Պողոսը ցույց է տալի որ Քրիստոսը մեծ է Մովսեսից։ Հասկանում եք։ Եվ ստեղ ասում է եւ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա վկայելու ասվելիք խոսքերը, то есть Մովսեսը Աստծո տան մեջ, то есть Քրիստոսը այս տան որդին է, իսկ Մովսեսը եղավ ծառա Տիրոջ տան մեջ։ Հասկանում եք ինչ եմ ասում։
То есть ավետարանն ասում, եւ Մովսեսը, եթե վերև են կարդում, որտեղ նա ասում է, ամեն տուն, որը մեկի կողմից կառուցում է, իզնով ամեն բան արեց Աստված է։ Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ, որպես ծառա վկայելու ասվելիք խոսքերը։ Իսկ Քրիստոսը իբրև որդի է նրա տան վրա, նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակություն ու հույս պարծանք մինչև վերջ հաստատ պահենք։ То есть Քրիստոսը մեր պարծանքն է եւ հիմքն է մեր տան մեջ։ Հասկանում եք։ Իդեք մենք այսօր այնքաններս կարանք Մովսեսի նման ելենք ծառա։ Ելենք ծառա։ Գիտես, ոչ թե այն բարի բունի նմաստով ծառա, այլ ծառա ելենք Աստծուն։ Սիրենք Քրիստոսին։ Սիրենք Քրիստոսին ու անենք իր գործը։ Բայց եթե դու իր գործ ուզում ես անես, եթե դու ուզում ես ապրես իրանով, դու պիտի պահես իր խոսքերը, դու պիտի ապրես իր խոսքերով, իր խոսքը պետք է լինի քո կյանքի մեծ մասը, եւ դու պետք է ունենաս ժամանակ, իր հետ ժամանակ անցկացնելու։ Ես չեմ կարող ասեմ դու ոնց է ժամանակ անցկացնում Քրիստոսի հետ, անցկացնում ես, չես անցկացնում, կարող է դու ունես ավետարան, քո ավետարանը առավոտի ծիրիկուն քո դարակում դրած է, դու մոռացել ես այնտեղ, դու առավոտի ծիրիկուն հեռախոսների մեջ ես։ Սայթերի մեջ ես, մեկել է, մյուսը, քո միտքը քո ուղի խափանված է ուրիշ բաներով, տարբեր բաներով։ Ես չունեմ հələ ժամանակ ճանաչելու Աստծո որդուն։ Դու հոգսերով ես, դու կարիքներով ես, դու դժվարություններով ես, տառապանքներով, փորձություններով անցնում ես այս этаպով եւ դու մտածում ես, որ այդ քո կյանքը տրված է քեզ ու այդ կյանքի արքան թակավորը դու ես։ Բայց կա մեկ Աստված, կա մեկ տուն, կա մեկ արարիչ, դա ամենակարողն է։ Եվ այդ մեկ արարիչը տվեց իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին։ Կարան քեզ լիքը բաներ ասեն այդ առումով։ Ասեն սենց անենց, բայց իրականությունը ես քեզ կարամ ասեմ դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ դու Մովսեսի նման այս տան մեջ կարաս լինես ծառա։ Ծառայես Աստծուն, արարիչին։ Պահես իր խոսքը, Քրիստոսը միտեղ ասում է Հովհաննեսի ավետարանում, Հովհաննեսի ավետարանի 12:26-ում Քրիստոսն ասում է 26-ում. Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, եւ որտեղ ես եմ, իմ ծառանը եւս այնտեղ կլինի։ Եթե մեկ իմ ծառայի, նրան կպատվի հայրս։ Եթե մեկը ծառայի Քրիստոսին։ Երկրորդ տեղում Հովհաննեսը, առաջի Հովհաննեսի թղթում Քրիստոսը ասում է սենց. Հովհաննես ավետարանի ինչ է այսինքն ասում։ Առաջի թղթում երկրորդ գլխի 3-րդ խոսքում Եվ ասում սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք, ով ասում է նրան ճանաչեցի, բայց նրա պատվիրանները չի պահում, սատախոս է եւ նրա մեջ ճշմարտություն չկա, բայց ով նրա խոսքը պահում է ու Աստծո սերը նրա մեջ հիրավին կատարյալ է, դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք, ամեն։ Հենց դա է, երբ որ դու պահում ես իր խոսքը, կատարում ես իր կամքը, հենց այդ սերը կրկնապատվում է քո մեջ։ Եվ ըստեղից է գալի Աստծո խոսքի, բայց եթե դու ասում ես, ես սիրում եմ Քրիստոսին, ես սիրում եմ Աստծուն, շատ անգամ աշխարհիկներն ասում են, մեռնեմ Աստծո զորությանը։ Գիտեք, ես այնքան եմ լսել մարդկանցից, ես կփոխվեմ, ես կդառնամ սենց, ես կդառնամ այնց, ես կգնամ Քրիստոսի հետևից, ես էս կանեմ, մենք կանեմ։ Գիտես ոնց որ ասում է Քրիստոս Պետրոսին լուչը չասեիր։ Լուչը չասեիր, հասկանում ես, ու դու տենում ես չհասկանալով այդ մարդը ասում է չունի հոգևոր փորձ, ինքը աչքի չունի, չի էլ ուզում լսի, ու դու գիտես ինքը հեշտ կարա դառնա անիրավի զոհը։ Ասում եմ մի ասա, ավելի լավը բարձացի, ավելի լավը աչի, ավելի լավը սկսի սիրել Քրիստոսին, սկսել պահել իր խոսքը, սկսի սաղից հասարակից աղոթել, ունեցի աղոթքի կյանք քո կյանքում, ունեցի ուղղակի աղոթելու ձգտում, եւ Սուրբ Հոգին քեզ կառաջնորդի։ Գիտես որ Սուրբ Հոգին ստեղ է։ Գիտես քո աչքերը չեն դնում Սուրբ Հոգուն, բայց ինքը քո մեջ է։ Գիտես այդ սեր, այդ քաղցությունը, որ այսօր քեզ բերում աստե, այդ այն հոգին է, որ քեզ բերում աստե։ Այդ հոգին է, որ այսօր ուզում է դու ստելնես, լսես այն խոսքը, որ քո համար այսօր պատրաստված է։ Գիտես շատ անգամ խոսքը պատրաստում եմ, մտածում եմ, Տեր ո՞նց եմ խոսալու, ինչ եմ անելու։ Ես մեկ ասում եմ, գնա, նորմալ է սա։ Մի մտածի, թե դու ինչ ես խոսելու, այլ եղիր խոնար ինձ, գիտես դու պիտի լինես խոնար Տիրոջը, ըլնես իրա տան մեջի զավակ ու ծառան, սիրես Քրիստոսին,
ու կատարես իր կամքն, առաջի պունկտ, որ ես ասիմ, պահես իր պատվիրանը։ Որն է իր պատվիրանը։ Ես հիմա կասեմ իր պատվիրանը որն է։ Մեղքը, որ այսօր շատ անգամ դուրս է գալի մեր մեջից։ Այն ինչի մասին Քրիստոս ասում է, այն ինչ որ քեզ պղծում է, գայթակղեցնում է, դա դուրս է գալի քո մեջից։ Դա է այսօր քեզ պղծում։ Դա է այսօր քեզ հասկանում ես հեռացնում Աստծուց։ Դու պետք է պայքարես դրա դեմ։ Բայց գիտես քեզ կարամ ասեմ շաբաթը մի անգամ գալով ստե, եթե դու չունես հարաբերություն, դու չես կարող ունենաս հաղթանակներ քո կյանքում, հասկանում ես։ Գիտես հաղթանակները ոնց են ելնում միաբանության մեջ։ Մենք դրա մասին հենց խոսենք։ Եկեղեցին հենց դա միաբանություն է, եկեղեցին այդ շենքը չի, եկեղեցին ես ու դու ենք։ Ասում եմ, որտեղ 2-3 հոգուց ավելի խոսում են իմ մասին, ես այնտեղ եմ։ Գիտես քո աչքերը չեն տենա հիմա երևի Քրիստոսին, բայց դու պետք է զգաս իր կենթանի ներկայությունը։ Ես եկան հետաքրքիր կլեր, որ դու տենայիր իր խաչված ձեռքերը խաչի վրա, երբ որ այն այրունը թափվում էր։ Երբ որ մարդիկ ընդեղից զանգում են, ուրիշներին փրկում են, դու քեզ չես կարող փրկես։ Քրիստոս ինչ էր ասում, հայրներ, իրանք չեն հասկանում ինչ են ասում։ Քրիստոս իմանում էր ներել։ Քրիստոս իմանում էր սիրել։ Դու կարում ես ներել, դու կարում ես սիրել։ Դու կարում ես օրհնել։ Դու կարում ես վատ խոսքերի տեղը ասել լավ խոսքեր, օրհնության խոսքեր։ Դու կարում ես գնալ Քրիստոսի հետևից։ Թե դա քո մոտ չի ստացվում։ Թե դու մտածում ես, գիտես, շաբաթը մի անգամ գալով եկեղեցի, ես կարամ դառնամ ուժեղ, հոգևոր, ես ճանաչեմ, ես ճանաչում եմ Քրիստոսին։ Գիտեք, ես երեք մեկի հետ խոսում եմ, գիտես, ես օրական 3 անգամ աղոթում եմ։ 3 անգամ։ Ասում եմ, այդ ոնց։ Առավոտ, ցերեկ, իրիկուն։ Ասում ուժեղա, ապրես։ Ինչ է փոխվում։ Ես ասում եմ, դե աղոթում եմ։ Ասում եմ, ինչ ես աղոթում։ Դե ասում եմ, դի գաղտնիքը ես քեզ չեմ կարող ասեմ։ Ես ասում եմ, ուզում ես ասեմ, ես ինչ եմ խնդրում։ Ասում ասա, ինչ ես խնդրում։ Ես ընտեր ասում եմ, այսօր ինձ ուժեղացել, որ ես իմանամ պայքարել, անցնել այս ճանապարհով, այդ դժվարություն, փորձություն, մեղքի դեմ իմանամ պայքարել, այս իմանամ պայքարել։ Շատ անգամ մնում եմ, ընկնում եմ ներիր իմ մեղքերը ստեր։ Ասա զարմացած նայում է։ Ոնց որ չհասկանա ինչի մասին ենք խոսում, ինչ աղոթքի մասին ենք խոսում։ Գիտես կա մեկ աղոթք, որը որ Տեր ուզում է, որպեսզի դու ասես։ Այն աղոթքը, որպեսզի դու քեզ չարթարացնես, ինքդ քեզ։ Չասես ես մեղավոր չեմ, ես արժանի եմ, այն դիմացինս է մեղավոր։ Կա մեկ աղոթք, երբ որ դու կարաս ինքդ քեզ, ասես ես եմ մեղավոր, Տեր։ Այն մաքսավորի նման կանգնես, գլուխդ կախես, ասես Տեր, ես մեղավոր եմ։ Ներիր ինձ։ Չնես են Փարիսեցիի նման, ես այսքան լավն եմ, ես այսքան բաներ եմ անում, ես այս ընծա եմ տալի, 10-որդ եմ տալի, մարդկանց լավություն եմ անում, այս եմ անում, այն եմ անում, մեկ էլ է մյուսը։ Դա չի։ Այդ ձևի աղոթք ընդունելի չի լինի Տիրոջ մոտով։ Տեր ընդունում է խոնարհի աղոթքը։ Տեր ընդունում է այն մեկին, որ անկեղծ սրտով է մոտիկանում։ Է որ հոգնում է այս աշխարհի կյանքի, զզվել է այդ ամեն մեղքի են, ամեն անարդարությունից, եկել է, կանգնել է ուղղակի եւ ասում է Տեր, ել չունեմ ուրիշ տեղ գնալու, եկել եմ քո մոտ։ Եկել եմ ուղղակի քո մոտ։ Եկել եմ որ դու ինձ ներես, որ ընդունես, փրկես։ Ուզում եմ մտնեմ քո տան մեջ, ուզում եմ քո հանգիստը վայելեմ, ինչի մասին ասում է Եփրայեցիներին 3-րդ գլխում։ Մտի վայելի իմ հանգիստը, խոնար, արի, Քրիստոս ասում է, ես պատրաստ եմ։ Բայց Քրիստոս ասում է, Պետրոս, դու սիրում ես ինձ։ Հիսուս մի օր կարասի, հավաք, դու սիրում ես ինձ։ Քույր աղբեր, հրաչ, Սերգեյ, Ժանաքույր, բոլորիդ կարասի, Հիսուսը ասի, դու սիրում ես ինձ։ Ոնց ենք մենք այդ սեր այսօր ցուցաբերում։ Ժամանակ չունենք սիրալու։ Գործերը շատ է, դժվարությունները շատ է, հոգսերը շատ է։ Բայց կյանքը գնում է, գիտես Տիրոջը որն է ամենակարևորը, այն քո կյանքի լավ օրերը։ Գիտեք իմ երազանքը որն է աղոթում եմ։ Ուզում եմ մեր պապա շնայի, ասում եմ Տեր Աստված։ Գիտեմ ինքը արդեն հասել է իր ծերության օրերը։ Գիտեմ գնալու է, բայց խաչապը թողեց ծերության օրերը քեզի ճանաչի։ Ապրի քեզանով։ Ես գիտեմ, որ ինքը չի կարեն լավ օրերը տա քեզ, քայլի ասի, որ կարար տար։ Խաչա այսօր այդ ծերության վաղ ինքը մեծարի քեզ փարավորի, որտեվ դու տալիս ես ժամանակ, ամեն անգամ օրհնում ես,
որ հավատա, հասկանա, որ կան աղոթողներ, մարդիկ, ովքեր որ աղոթում են իր համար։ Երբ որ ասում եմ, գիտես, պապա, բժիշկները ասում են, որ անկալոգիա ապրողներին թոքերի 6 ամիսը, այդ 7 տարին այդ հրաշքը։ Ինչ ես ասում, հավատացյալ ես, ինձ ես ուզում հավատացյալ սարքես։ Դու հավատացյալ ես հերիքը։ Ես ուրախանում եմ, որ ես Հիսուսին եմ։ Ես ուզում եմ, որ ինքն էլ Հիսուսին։ Խաչա դու այսօր քո ծերության օրը, որ դու էլ չես կարա քայլես, անես, գնա, տուր քո կյանքը Քրիստոսին։ Գիտես, բայց դու երիտասարդ, դու ջահել, դու մարդ, որ դու կարաս այսօր անես, այսօր դու քո կյանքի լավ օրերը տուր Քրիստոսին։ Ապրի իրանով։ Կատարի իր կամքը, կարաս ավետարանես ավետարանի, կարաս ներես, դու պտի ներես ու ապրես Հիսուսով։ Ամեն։ Դուք իմ հետ եք, ասու ժողովուրդ։ Գիտես, եւ Քրիստոսն ասում է, ստեղ շարունակությունը։ Ես ուզում եմ, որպեսզի մենք նորից մտնենք Եբրայեցիներից 3-րդ գլուխը։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք իմանանք սիրել Աստծուց որդուն, Հիսուսին։ Երբ որ ինքը քեզ կասի, դու սիրում ես ինձ։ Դու սիրում ես ինձ, որպեսզի մենք իմանանք պահել։ Եթե դու սիրում ես իրանը, ուրեմն դու պետք է ճիշտ օգտագործես այն խոսքը, որ դու լսում ես քո կյանքում, որտեվ ամեն քո արած բանի համար դու պատասխան ես տալու։ Ամեն քո սուտ վկայության համար, ամեն քո սուտ խոսալու համար, ամեն քո վատ մտքերը են, մեղքերը, որ գալիս են, դու ամեն բանի համար պատասխան ես տալու։ Ինչ չէ, եղբոր չէ, մեկին, բայց մենք այսօր ստեղ բոլորս դրա համար ենք, որ մեկս մեկին թիկուն կլնենք։ Մեկս մեկին իմանանք, այսինքն ուժ տալ։ Գիտես, մենք պետք է իմանանք մեկս մեկին օրհնել, մեկս մեկին, այսինքն ուժ տալ ոնց, այսինքն միշտ հաբադրեց անենք, միշտ դու պետք է իմանաս ասես լավը, գիտես, դու կանչված ես դրա համար, որպեսզի վատը չխոսաս, եթե մեկը գալիս է քո մոտ ասում է, գիտես իմ կյանքը վсё, դու պետք է ասես, հա, քո կյանքը վсё, վերջը, Քրիստոսը հույս տվող Աստված է, եւ մենք էլ այն լույսի մեջ, խավարի մեջ լույսներ ենք, որ մարդուն տանք հույս, դու ասա խոսքով դու հույս, մնացած դու իր ձեռքերի մեջ։ Մենք պետք է նեգատիվ չտարածենք Աստծո ժողովուրդ։ Մենք պետք է այնքան զգուշ մոտիկանանք ամեն հարցին, որտեղ մենք ունենք գործ կենթանի Աստծո հետ։ Ամեն։ Եվ ասում է շարունակություն ասում եմ կարդամ 7 խոսք ասում դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում այսօր եթե նա ձայն լսեք ձեր սրտերը մի կարծրացեք ինչպես փորձության օր անապատում որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ քննեցին ինձ ու տեսան իմ գործերը 40 տարի դրա համար այդ սերնդից զզվեցի եւ ասեցի միշտ մոլորվում են սրտով եւ նրանք իմ ճանապարհները չճանաչեցին այսպես որ ես իմ բարկության մեջ երթվեցի որ իմ հանգիստի մեջ պիտի չմտնեն то есть ինչ ենք տենում ստեղ հрьяաները անապատում շատերը մեղանչեցին ինչ արեցին իրանք չճանաչեցին մոռացան կենթանի Աստծո գործերը Ես չեմ ասում հիմա ասեմ գիտես դեր ինչ գործեր է քո կյանքում անում բայց մենք էլ ենք շատ անգամ մոռացող մարդիկ Գիտես երբեմն մենք ուզում ենք ես իմ ինչ հրաշքներ մեր կյանքում Գիտես ես կարող եմ ասեմ ամենակարևոր հրաշքը այն է որ դու այսօր փրկված ես Ամենամեծ հրաշքը որ դու այսօր ճանաչել ես Հիսուս Քրիստոսին Շատ անգամ որ ինձ հարց են տալի ասում են հրաշք արել է Աստված քո կյանքում ասում եմ այո արել է Ինչ հրաշք արել հələ պատմի դու հավատացյալ ես Ես փրկված եմ այսօր Գիտես ինձ ոչ մի բան չի հետաքրքիր չի թեւը ջարդված էր դզվա ոտը ջարդված էր կամ գլուխս ես փրկված եմ Հիսուս Քրիստոսի անունով Էդի ամենամեծ հրաշք ու օծությունն է Էլ ինչ հրաշքի մասին կարանք ասենք Խնդրենք որ ավտոտա էստա տունտա էնտա մենտա հասկանում ես Ոսկիտը հարստությունտա չէ եկեք դիզենք հարստություն ընդե երկնքում ոչ թե ոչ գողնա գողանում ոչ ավազակները ոչինչ ընդեղ ապահովություն է Հասկանում ես, եւ ասում ամենամեծ իմ համար դա փրկությունը, հավիտենական կյանքն է։ Գիտես, քո ամենամեծ հրաշքը դա հավիտենությունն է, փրկությունը Հիսուս Քրիստոսի անունով։ Հрьяաները 40 տարի շրջում էին եւ շատերի ասում ոսկորները մնացին այնտեղ։ Ինչի՞,
որտեվ իրանք անբոս էին։ Ինչ էին անբոս, որտեվ իրանք միաբանություն չէին տեր։ Միակ միշտ մոռանում էին, իրանք միշտ, այսինքն չարասում էին իրանք սիրտը, խիստասում էին իրանք սիրտը, վատ խոսքեր էին ասում, հայհոյում էին, ելնում էին դեմս Մովսեսի, հասկանում ես։ Եվ Աստված ասում է, թողեցին շատերին ընդեղ։ Գիտես, որ դու ունես հնարավորություն փոխվելու։ Այսօր դու ունես այդ հնարավորությունը ապրելու Հիսուս Քրիստոսով։ Բացի քո սիրտը։ Եթե քո սիրտը խստացած է, եթե քո սիրտը քարացած է, եթե քո սիրտը տրտմած է, ես կարամ ասեմ, քո սրտում կա մի բալանի դուռ, այդ բալանին քո մոտ է։ Եվ դու գիտես ոնց այդ բալանին մտնում քո սրտի դուռը ու ոնց է ֆռուն բացում։ Դու կարաս մտցնես այդ բալանին, քո թաքցրած բալանին, բացես եւ ասես Հայտնության 3:20 Հիսուս մեզ կանգնած թակում եմ քո սրտի դուռը։ Ասես Հիսուս մտի։ Վերջապես ես եկել եմ դրան, որ դու մտնես։ Վերջապես ես ուզում եմ, որ դու մտնես ու շատ բան փոխես իմ կյանքում։ Գիտես Քրիստոսը կմտնի անխաղ, որովհետև Քրիստոսը կնայի քո անկետ աղոթքին ու խնդրանքին։ Եվ Քրիստոսը կմտնի։ Ես չեմ էլ կասկածում։ Գիտես, եւ դրա համար, եթե մենք նորից վերադառնում ենք այդ առաջի պունկտին, Մովսեսը դարձավ ծառա, Մովսեսը կարծեն, Մովսեսը վախենում էր եւ 40 տարի հрьяաները ֆռում էին այնտեղ, շատերը մնացին ընկան, որտեվ շատերը չէին պահում Աստծո պատվիրանը։ Գիտես, մենք պետք է իմանանք պահել իր խոսքը։ Մենք պետք է իմանանք ապրել իրանով։ Դա շատ կարեւոր Աստծո ժողովուրդ։ Երեք թեման շատ երկար է, երևի միանգամից անցնենք երկրորդին, ուզում եմ մի քիչ խոսենք։ Նայեք, երկրորդը, այդ երկրորդ պունկտի մասին, որ ես խոսում եմ, եթե սիրում ես Հիսուսին, միայն քո փրկության մասին մի մտածի։ Մի, այսինքն մտածի, որ դու պրծել ես, եթե նայեք ասեմ ոնց է, հետաքրքիրն է, եթե դու սիրում ես Քրիստոսին, եթե դու իր խոսքը կատարում ես, ես դու չես մտածի մենակ քո մասին։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այս հարցը կարամ սենց ասեմ, որովհետև տոյս կա այնտեղ համարներ գրած, դուք չես մտածի, հասկանում ես, ես փրկվել եմ ու վсё։ Եթե դու տենց ես մտածում, ուրեմն դու չունես հարաբերություն իր հետ։ Ես քեզ կարամ ասեմ միանշանակ։ Ուրեմն դու հələ չես տեսել իր սիրո քաղցրությունը։ Հետո իր սիրո քաղցրությունը դա է, երբ որ դու պետք է ապրես իր համար։ Դեք ես մի մարդու հետ էի խոսում, այդ վերջերս մի հովիվ կար։ Ասում եմ, գիտես, ասում եմ, ավակ, ասում եմ, այստեղ եմ, ապրում եմ այսօր, ասում եմ, մտածում եմ, թե ոնց պտուղ բերեմ Աստծուն։ Իմ կյանքս այսօր էդ ասում եմ։ Գիտես, ես չեմ օրը բացում, ես ուզում եմ բերեմ մեկին մտնեմ, գամ ավետարանեմ։ Ես գնում եմ, ասում եմ, նստում եմ մի կաֆե, նայում եմ, սկսում եմ աֆիցիաներին ավետարանել, ստեղ ավետարանել, ընդեղ ավետարանել, հասկանում, որտեվ դրան էդ է իմ վարձքը, ասում եմ։ Ես զարմանում եմ, ասում եմ, կան մարդիկ, որ իսկականից այսօր հասկանում ես, ապրում են իրանով։ Եթե այդ մարդը տես մտածում է ու տես գնում է անում է, ինքը կապված չի աշխարհից։ Հասկանում ես։ Ինքը չի մտածում մենակ աշխարհի արժեքների մասին։ Ինքը մտածում է մենակ Աստծո փառքի մասին։ Ինքը ուզում է այդ վարձքը ստանա Աստծուց։ Գիտես, կարանք մենք այսօր սենց անենք։ Գիտես, հենց ստեղ է արտահայտվում քո սերը դեպի Աստված։ Ստեղ է հենց արտահայտվում դու ոնց ես սիրում Իրանը։ Սիրում ես դու Իրանը, ոնց որ ասում է Պետրոս, սիրում ես ինձ, Պետրոս, սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ քեզ, Տեր, հա, սիրում եմ քեզ, Տեր։ Մենակ ու всё այդ վերջ։ Գիտես, ում է որպեսզի մենք այդ երրորդ պունկտը, որ ես նշել եմ, եթե դու սիրում ես Հիսուսին, դու կսիրես ու կներես։ Եթե դու սիրում ես Քրիստոսին, դու կիմանաս սիրել ու ներել։ Գիտես, այսօր այնքան դժվար պրոբլեմատիկ է մարդու մոտ սիրել ու ներել։ Հոգևորների մոտ կարամ ասեմ դաժե։ Գիտես, հոգևորների մոտ այսօր պրոբլեմը, որպեսզի հոգևորը սիրի ու ների։ Ինչ ասում ավետարանը դրա մասին։ Ինչ ասում Պետրոս, հենց ինքը Պետրոս իր թղթերում գրում է։ Առաջի Պետրոսը բացեք 3-րդ գլխից 8 խոսքից կկարդամ։ Պետրոսը ասում է. «Եվ վերջապես բոլոր եղեք համախոհ, կարեկից, եղբայրացեր, բարեգութ, խոնար, չարի դիմաց չար մի հատուցեք, կամ բամբասանքի դիմաց բամբասանք, այլ ընդհակառակ օրհնեք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք»։ Հալելույա։ То есть դու կանչված ես դրա համար, որ օրհնես, մի բամբասիր, հասկանում ես։ Չար բաներ մի խոսա, մարդուն վատը մի ցանկացիր, չարությունով մի ապրիր, հասկանում ես։ Դու կանչված ես, եթե դու սիրում ես Քրիստոսին։
Եթե դու պահում ես իր խոսքը, դու կանչված ես օրհնություն ժառանգելու, օրհնելու ու ժառանգելու օրհնությունը։ Երբ որ դու օրհնում ես, այդ օրհնությունը հետ է գալի քեզ, հասկանում ես, բայց եթե դու անկեղծ սրտով ես անում այդ ամենը, հասկանում ես, վատ խոսքերին տեղիք մի տուր, չար բաներ մի խոսա, վատ բաներ մի ասա, հայհոյանքներ մի արա, հասկանում ես, դա վայել չի քրիստոնյային, դա վայել չի քրիստոնյային, դա վայել չի այն մարդուն, որը որ կարա տիրոջ տան մեջ ծառայ, բայց դու եթե մտածում ես, դու կանցրած ես այսօր տիրոջ տան մեջ ծառայելու Աստծո գործին, Աստծո փառքին, դու պետք է իմանաս փոխվել, սիրելի քույր ու եղբայր։ Դες ասում եմ նորից մի քիչ վախեցուցիչ խոսքեր ասեմ ավետարանից։ Կգա ժամանակը դու պատասխան կտաս ամեն քո խոսքի համար։ Գիտես, երևի դու նստես սպասես, դե հələ ժամանակը է, սկապրեմ, տարիներ կա, հələ ես կապրեմ, կգամ կասեմ, ես կարամ ասեմ, չէ։ Ինչ ես դու մտածում, հենց դու պետք է միանգամից մահանաս, գնաս կանգնես այնտեղ։ Գիտես, մեղքի վարձքը մահը։ Ստեղ էլ կարաս ստանաս այդ ամենը։ Հասկանում ես, ստեղ էլ դու կարաս այդ ամենը ստանաս։ Ու ինչ ցանում ես, այն էլ հնձես։ Ինչ ես մտածում, հենց մենակ դատաստանի օրը կկանգնես։ Դատաստանի օրը կկանգնես, երբ որ քո ինձ իմենը ժամանակը տետնատետ կգա, կկանգնես ու դեռ կասես ինչ-որ պետնա։ Եթե կարողանաս ասել։ Բայց ստեղ, այս կյանքում, այս կյանքը, որ քեզ տրված է, դու դրա համար մտածի, ինչ ես դու սերմանում։ Մտածի, որ դու վատն ես սերմանում երբեմն, այդ վատի համար դու կարաս պատասխան տաս։ Փոխիր քո կյանքը, սիրիր Քրիստոսին։ Եվ այստեղ Պետրոս ասում է, եւ վերջապես բոլոր եղեք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգույթ, խոնարհ, սիրեք մեկը մեկին։ Գիտես, շատ անգամ ոնց սիրեմ, որ ես չեմ կարող սիրեմ այդ մարդուն։ Ես գիտես, հիմա ինչ ասեմ։ Եկեք ավետարանը, եկեք Քրիստոսը։ Եկեք հիմա բացենք Ղուկասի 10 խոսքը, բարի սամարացիները։ Բարի սամարացու մասին կարդում եմ այսօր, գրել եմ, ուզում եմ դրա մասին խոսել։ Ասում եմ, թե հիմա դրա մասին ասեմ, ժամանակը երկար կարի։ Օրենքսի մարդ հելա, որն ամենամեծ պատվիրանը, վարդապետ, հիշում եք, չէ՞, ասեց. «Սիրիր քո Աստծուն քո ամբողջ հոգով, սրտով, սիրում եմ։ Սիրիր քո դիմացինին քո անձի պես»։ Օպ, չիմացավ։ Ինչ արեց։ Գնաց։ Որտեվ դժվար էր պահել իրանեն ամենակարևորը։ Սիրել Աստծուն դա հեշտություն է խոսքով, բայց սիրել դիմացինին, գիտես, դա շատ դժվար է շատերի հասկանում ես։ Շատեր ուզում են կամֆոր, շատեր ուզում են հեշտությունով ապրեն իրանց կյանքը, հասկանում ես։ Շատեր ուզում են, որպեսզի որ մենակ իրանց համար լավ լինի։ Սիրելիս, խոսք ասում է հակառակը։ Խոսք ասում է հակառակը։ Սամարացուն, հիշում եք։ Ինչ եղավ։ Մեկ եկավ, երբ որ Հիսուսը պատմեր այդ առակ, երբ որ այդ օրենքի մարդը գնաց, ճանապարհ ասում է Երիքովից դեպի Երուսաղեմ, ասում է կրուգավոր ճանապարհ, այնտեղ շատ անգամ ավազակները հարցակվում էին։ Երբ որ այդ մարդը ընկած էր, ասում է փարեսեցին, ղևտացին, անցավ արագ, համ վախեցավ, որտեղ կարող ավազակները, համ փախավ, հետո քահանան, իսկ սամարացին չվախեցավ։ Ինք եկավ, չճանաչելով այդ մարդուն ով է, հրյա է, ինչ է, մեկել է, մյուսը ինքը կանգնավ։ Արեց այն, ինչ որ պետք էր, տարավ, վերքերը կապեց, տվեց, ֆինանսական, օրհնեց, ասեց հետո կգամ էլը կտամ։ Գիտես ով էր այդ սամարացին։ Հիսուս Քրիստոսը։ Հիսուս Քրիստոսը այսօր հենց այդ նույն սամարացու դերը կատարեց մեր ամեն մեկի կյանքում։ Գիտես, եթե դու ըլներ այդ սամարացու, այդ մարդու տեղը ընկած, այդ եզերքին, դու պատկերացրու, թե մարդիկ անտարբեր անցնեն քո փորձությանը, քո դժվարությանը, երբ որ դու հազանգում ես եւ ոչ մեկ չի նայում քեզ, եւ նույն դերում դու կարաս անցնես եւ մեկը դրա կարիք ունի։ Գիտեք, դա ամենակարևոր մոտեցումներից մեկն է սիրո եւ ներելու։ Սերը եւ ներելը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մենք ստեղ եկեղեցի ենք հավաքվել ենք։ Գիտեք, ես ոնց որ ծառայող հովիվ շատ անգամ ուզում եմ, որ մենք բոլորս մենք գանք, ակտիվ լինենք, ծառայենք։ Ես չեմ ասում, գիտես, ամեն մեկը ինչ որ մի բան անի, գիտես, այսօր քո ամենամեծ ծառայությունը դա քո ժամանակն է։ Ես չեմ խոսում, գիտես, քո զոհաբերությունը դա լինի ֆինանս, էսի մեջ։ Ես ուզում եմ դու լինես ակտիվ Տիրոջ կյանքի մեջ, Տիրոջ գործի մեջ, այն սիրո մեջ, որ Աստված այսօր քեզի կանչում է։ Գիտես, մենք այսօր այնքան կարանք այդ գործը տանենք առաջ, Տիրոջ գործը։
Եվ դա հենց այդ երկրորդ պունկտն է, որ ես նշել եմ, եթե դու սիրում ես Քրիստոսին, քո համար անտարբեր չի լինի, մենակ դու փրկվել ես ու всё, դու կուզենաս դա տարածես։ Իհարկե, եթե դու պետք է տարածես, դու պետք է իմանաս մարդուն բան տալ, եթե դու չունես այդ օրինակը կյանքի, քեզ դժվար կլինի մեկին բերես փրկության։ Եթե դու այսօր մեղքի մեջ ես, եթե դու այսօր վատ խոսքեր ես ասում, անից քեզ անում, ես անում, մեկ էլ մյուս, դու ոնց կարաս մարդուն բերես փրկության։ Եվ որ ասում դու քո աչքի մեջի գերանը հանի, նոր դիմացինիդ բեր, հասկանում ես։ Սիրես, դրա համար այսօր դու պետք է փոխես քո կյանքը։ Դու պետք է փոխես քո կյանքը։ Եվ ես ուզում եմ շարունակությունը կարդամ ստեղ էլ Պետրոսի եւ հետո մենք կաղոթենք, ասում է չարի դիմաց չար մի հատուցեք կամ բամբասանքի դիմաց բամբասանք, այլ ընդհակառակ օրհնեք, որովհետեւ հենց դրա համար է կանչվել, որ օրհնություն ժառանգեք, որովհետեւ ով ուզում է սիրել եւ լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց եւ իր շրթունքներ նենգություն խոսելուց, թող չարից հետ քաշվի եւ բարի գործի, խաղաղություն փնտրի եւ դրա հետևի, որովհետեւ Տիրոջ աչքերը արդարների վրա են ու նրա ականջները դեպի նրանց աղոթքը։ Բայց Տիրոջ երեսը չարագործներին դեմ է։ Պարզ է, չէ՞, ասում է։ Տերը լսում է քո աղոթքը։ Տիրոջ ականջը քո աղոթքին է, Տիրոջ երեսը քո գործերն է տենում, հասկանում ես։ Չար բաներից հեռու մնացեք, չար խոսքերից հեռու, որտեղ գիտես, տես, հենց այդ մոտեցումը Պետրոսի։ Հիսուսը ասեց 3 անգամ. «Սիրում ես ինձ, Պետրոս»։ Հա, սիրում եմ։ Բայց Պետրոսը արդեն որոշել էր այն գործը, որ ինքը պետք է աներ։ Դու այսօր որոշել ես։ Քո որոշումը ո՞րն է այսօր։ Ինչ ես դու այսօր որոշել քո կյանքում, ինչ որոշում ունես։ Գնա շուտ հասնես քո տունը հիմա։ Պլաններդ քո, դա է քո որոշումը։ Գիտես, ես քեզ չեմ վախեցնում։ Դու գիտես վաղը ինչ է կատարվելու կամ 2 օրից հետո ինչ է կատարվելու։ Գիտեք, երբ որ ես հարց ինձի տալիս եմ, ես մի քիչ աստվածային վախով եմ գալիս, մոտիկանում եմ։ 2 օրից հետո ինչ անելու կամ 3 օրից հետո ինչ անելու։ Բայց գիտեք ինչ է ինձ ուրախացնում, որ ինչ է լինի, ես Տիրոջ հետ կլինեմ։ Հասկանում ես։ Գիտես, ասում եմ, որովհետեւ այդ վստահություն ամեն մեկի մոտ կա։ Որսի դու վստահ ելնես, ասես ինչ է լինի, ես իր հետ կլինեմ։ Դրա համար քեզ պետք է այսօր բերես քո սիրտը կրկին անգամ Տիրոջ առաջ։ Արտակ ջան, կնամակես, բերես քո սիրտը Տիրոջ մոտ։ Գիտես, ինչի մեջով էլ որ դու այսօր անցնես, ինչ դժվարություններով էլ անցնես, ինչ խնդիրներ, ինչ հոգսեր, ինչ, դու գիտես, իմացի մի բան։ Այսօր կյանքը այնց է փոխվում, արագահասակ է փոխվում, որ կա մենակ մի ճշմարտություն, եւ այդ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է։ Գիտես, ես չեմ ուզում, որպեսզի այդ խոսքերը մենակ ուղղակի լինեն լսելու քո համար։ Ես մեմ, որպեսզի մենք այդ խոսքերով իմանանք ապրել։ Ուղղակի վերցնենք ու ապրենք այդ խոսքերով, հասկանում ես։ Որովհետեւ գիտես, երբ որ դու լսում ես այդ խոսքերը, ասում ես, գիտես, ես սենց եմ, ես սիրում եմ Աստծուն, դու ապրում ես մենակ քո համար, ես քեզ կարամ ասեմ դա սխալ է։ Ես չեմ ասում արի ապրի իմ համար, մեկ էլ ապրի Աստծո համար։ Ու հավատա Տերը քեզ ցույց կտա ոնց ապրես իր համար։ Հավատա խոսքը քեզ կհուշի, Սուրբ Հոգին կառաջնորդի ոնց դու ապրես իր համար։ Բայց դրա համար դու դրանը պետք է հասնես։ Ոնց դու պետք է հասնես։ Դու պետք է ունենաս աղոթքի կյանք, դու պետք է բերես ապաշխարության աղոթքով Տիրոջ, ասես Տեր, ես զզվացել եմ սենց ապրել, չեմ ուզում սենց ապրեմ, ես ուզում եմ փոխվեմ, ես ուզում եմ всё ուրիշ կյանք անեմ, ոչ թե ամեն անգամ ապաշխարելուց նորից գնաս մեղքի մեջ։ Չէ, դա դեմ ասում, նա ասում է Աստծո խոսք, ասում է Աստված դեմ է չարագործներին, ինքը դեմ է, ինքը օրհնում է օրհնողներին։ Ամեն։ Եկեք Աստծո ժողովուրդ, կանգնենք ոտքին։ Գիտես, ես շատ անգամ եմ ապաշխարության աղոթքի կոչանում։ Ես այսօր էլ նորից կրկին անգամ ուզում եմ ապաշխարության աղոթքի կանչեմ։ Ես չեմ ասում դուք չեք ապաշխարում, դուք չունեք այդ ապաշխարության աղոթքը, դուք հեռու եք Աստծո խոսքից, Աստծո գործից։ Իդես, ես դատող չեմ, ես ուղղակի կարամ քեզի հուշեմ, ասեմ թե ոնց աղոթես, ոնց մոտիկանաս այդ հարցին։ Եթե այսօր քո սիրտը պատրաստ է, եթե դու այսօր իսկականից, գիտես նա, իսկականից հասկանում ես, որ դու ճիշտ չես ապրում։ Այսօր դու հասկացել ես, եկել ես դրանը, որ դու, այո, հենց այդ հարցը, որ քեզ Հիսուսը տա, դու սիրում ես ինձ, դու չես կարող պատասխանես, բայց գիտես, ես կարող եմ այդ գաղտնիք պատմեմ, երբ որ Հիսուսը ասում էր Պետրոսին ներկայություն էր ընդ։ Դեք ինչ ներկայություն էր, աստվածային ներկայություն էր, հարություն առած Քրիստոսն էր նստած ընդ։ Հասկանում ես ինչ եմ ասում։
Այսօր նույն խոսքը Քրիստոսը հարություն առած Հիսուսը քեզ կարատա։ Դու պատրաստ ես, դու սիրում ես ինձ, դու պատրաստ ես զոհաբերելու այն ամենը, ինչի մեջով որ դու այսօր ասում ես, դու պատրաստ ես զոհաբերելու քո այն վատ կյանքը, վատ գործերը, աշխարհի կապացությունը, թողես ուղակի։ Ու ինքս ինձ հուշում ասում եմ, ես քեզ կօգնեմ, ես քո հետ եմ, մի վախեցի։ Թե կարաս ասես հələ ժամանակը չի, ես կգամ, կհասնեմ մի օր դրանը։ Գիտես որ չեմ ասում, չեմ քարոզում բժշկության մասին եւ մեկ էլ մյուս բաների մասին։ Ես ուղղակի խոսում եմ քարացած, դառնացած, խստացած սրտի մասին։ Գիտես հենց դրանով է երևում քո քարացածը, դառնացածը եւ խստացած սիրտը։ Եղբայրասիրությունը, միաբանությունը հասկանում ես, որովհետեւ մենք այսօր գալիս ենք եկեղեցի ազատ լինենք, հասկանում եք ինչ եմ ասում։ Որսի դու չլես կողքինիդ հետ գիտես ես մի հատ պատը պետք լինի, լիշի չխոսամ, լիշի չասեմ, էդի կասի այն հայկանը։ Գիտես մենք գալիս ենք Տիրոջ տունը բացվելու տալու Տիրոջը։ Գիտես այսօր կարող են շատեր իմ մասին ասեն, սենց է, նենց է։ Գիտեք իմ համար ֆյորավնո է, ես կարամ ասեմ։ Ես գնում եմ, ես իմ տեղում եմ, ես գիտեմ Տերն ա դրել, ես գիտեմ այդ գործն է, այդ գործը ես պետք է անեմ։ Գիտեք մենք սենց պետք է բոլորս գնանք, նայենք խաչին, գնա Հիսուսի հետևից։ Հասկանում ես, օրհնություն տվողը Հիսուսն է, ներողը ինքն է, դատողը ինքն է, հասկանում ես, ինչքանով ես դու դա հասկանում, ինչքանով ես դու դրա մեջ ունում։ Գիտես որ կարող առավոտը զարթնես ու ասես գիտես Տեր ասած օրհնիր իմ գործերը, ես քեզ սիրում եմ ու գնաս մեկ գործես։ Բայց դու կարաս առավոտը զարթնես ու ասես Տեր, այսօր ասում եմ մեծ օրը պտղաբեր օր լինի։ Այսօր ասում եմ այդ օրը ունի հրաշքների օր։ Ինչ հրաշքներ ես ուզում այդ օրվանը սպասես։ Մարդկանց բերես փրկության։ Այդ սերմը ցանես, հասկանում ես։ Ցանես, ասես, գիտես, այսօր կա մի հատ հրաշք, Հիսուս Քրիստոս։ Գիտես, այսօր կա հավիտենական կյանք։ Ես շատ անգամ ասում եմ, որ այդ եկեղեցին այսօր հայկական Աստրախանում է։ Գիտեք, դա Աստծո կամքն է, Աստծո ժողովուրդ։ Որտեղ որ ժամանակները գնում են, ես շատ էի աղոթում, որ Տերը գիտեք, այն վաղտերը Տերը դրեց, որ Տեր ուզում է մարդիկ որ փրկվեն։ Գիտես, ես ուրախ եմ, որ մենք այսօր ստեղ կանք։ Գիտեք, եկեք չլենք սառը, չլենք տակ, այլ վարվենք Սուրբ Հոգու կրակով։ Հայտնության 3 գլխի 15-16-ում դրա մասին ասում է, սիրելիներս։ Դու կարաս, դու ուժեղ ես։ Դու պատկերացա, դու ուժեղ ես շատ անգամ քո կյանքում, տարբեր տեսակի բաներում, բայց դու կարաս ստեղել, Հիսուսով անես, հասկանում ես։ Տերը ողորմած է, պատրաստ ես, ուզում ես, քո համար աղոթեմ։ Կարաս գաս առաջ ես կաղոթեմ քո համար։ Եթե դու տենում ես, որ դու սխալ ես ապրել, ու դու ուզում ես փոխես որևէ մի բան, գիտես, երբեք ուշ չի, գիտես, երբեք ուշ չի, այդ կոչ անենք ապաշխարության, գիտես, դաժ նայեք ասեմ, Պետրոսը, երբ որ Հիսուս ասում էր, Պետրոսը նորահոգի չէր, Պետրոսը երկար տարվա հոգևոր էր արդեն, քայլում էր Քրիստոսի հետևից, հիշում եք, 3 տարու կես, քանից Պետրոսը գնում էր Հիսուսի հետևից, եւ Հիսուս ասեց, Պետրոս, սիրում ես ինձ, գիտես, փակի աչքերդ, ու գիտես, ես իրապես եմ ասում, անկեղծ եմ ասում, թող այդ խոսքը հնչի քո ականջից Տիրոջի կամ Սուրբ Հոգուց, եւ այդ հարցը ինչ ասում, սիրում ես ինձ, Հիսուսը քեզ ասի։ Ես ասում եմ, որպեսզի դու քո մտքումը քո պատասխանը տաս, թե դու ոնց ես սիրում, թե դու ոնց ես հիմա պատրաստ այդ ամեն բան փոխելու քո կյանքը, փոխելու քո մոտեցումը, գիտես, ասում եմ մտիր իմ հանգիստ, հենց այդ 3-րդ գլխում ասում, մտիր իմ հանգիստ, ասում եմ շատերը չեն մտել իմ հանգիստը, չեն մտել, շատերը չեն արժանացել մտնեն իմ հանգիստը, բայց դու այսօր արժանացի, այսօր դու կարաս արժանանաս, եկեք փակեք աչքերը, ես ասեմ աղոթեք իմ հետևից, երկնային իմ Տեր, Հայր իմ Աստված, ես կրկին անգամ դուրս եմ